դատիր նրան, Տեր, դատիր, դու արդար դատավոր ես, թող քո արդար դատաստանը լինի։ Հաճախ ենք չէ սա ասել, եթե ոչ բարձրաձայն, ապա մեր ներսում միշտ ցանկացել ենք Տիրոջ արդար դատաստանը մեր հանդեպ սխալ գործածների հանդեպ, բայց մոռացել ենք, որ 1000 անգամ Տերը մեզ ողորմել է, դատելու փոխարեն, 1000 անգամ խնդրել ենք Տիրոջից, որ Տեր ների մեզ, մի դատիր մեզ մեր հանցանքների համաձայն։ Եվ հետաքրքիր է, որ մեր նկատմամբ մենք միշտ խնդրում ենք ողորմություն, բայց մենք մեր սրտում երբեք պատրաստ չենք այդ ողորմածությամբ վերաբերվենք։ Մեզ պահում ենք այն դպիրների եւ փարիսեցիների պես, ովքեր գոռում էին Հիսուսին. «Խաչիր, խաչիր, խաչիր նրան»։ Եվ մոռանում ենք, որ մենք ողորմած Աստծո որդիներ ենք, զավակներ ենք, դուստրեր ենք, մեզ դա սազական չի։ Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր մեղքերը ծածկված լինի Տիրոջ ողորմածության քողի ներքո, ապա ինչու ենք անընդհատ մեր ներսից բղավում արդար դատաստան մեր հանդեպ մեղք գործածների նկատմամբ։ Սիրելի քույր եւ եղբայր, սիրելի ճշմարիտ Աստծո մարդ, հավատացյալ քրիստոնյա, ժամանակն է, որ մենք կանգ առնենք եւ մի պահ մտածենք։ Աստծո խոսքն ասում է, ինչու դու քո աչքի մեջի գերանը չես տեսնում եւ քո եղբոր աչքի մեջի փուշն ես ուզում հանել։ Առաջինը քո աչքի մեջի գերանը հանիր, որ կարողանաս եղբորդ աչքի փուշը հանել։ Եվ եկեք այլևս չպահանջենք այդ Տիրոջ արդար դատաստանը, քանի որ մի օր էլ մենք այդ նույն դատաստանով պիտի դատվենք։ Լինենք ողորմած, ինչպես Տերն է ողորմած, եւ թող Աստված օրհնի մեզ, Աստված օրհնի քեզ, սիրելի քույր եւ եղբայր։